2009 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վերահսկիչ պալատը, ապա 2010 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացրած ստուգումների արդյունքում պարզել էին, որ կենսաթոշակների ցուցակներում եղել են մահացած անձանց անուններ, կեղծվել են կենսաթոշակների տրամադրման փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2011 թվականի մայիսին որոշում է կայացրել քրեական գործ հարուցելու մասին։ Նախաքննությունը կատարել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը։ Քրեական գործից արդեն անջատվել են մի քանի մասեր եւ ուղարկվել դատարան, իսկ մայր գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի հարուցման պահին ըստ նախնական ուսումնասիրությունների պատճառված վնասը կազմել շուրջ 113 միլիոն դրամ։ Հովհաննես Ենոքյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ։ Կապված քրեական գործի բարդությունից եւ ծավալից կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են շուրջ ավելի կոնկրետ 85 քննիչներ, սկզբնական փուլում եղել են 85 քննիչներ։ Սա պայմանավորված է եղել նրանով, որ ստուգման առարկա են դարձել ոչ միայն Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանումները, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի համապատասխան ստորաբաժանումները։ Այսօրվա դրությամբ քրեական գործով հարցաքննվել են մոտ 7700 անձինք, այդ թվում սոցիալական ապահովության պետական ծառայության բազմաթիվ պաշտոնատար անձինք, կենսաթոշակառուներ, նրանց հարազատներ եւ այլն։ Նախաքննությունը նշված քրեական գործով շարունակվում է, ընթացքի մեջ է։ Օդաչուներ պայմանական անվանումը ստացած քրեական գործի նյութերը վկայում են, որ օդաչու կենսաթոշակառուները խոշոր չափերի կաշառքներ են տվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական ապահովության պետական ծառայության որոշ աշխատակիցներին կեղծիքների հիման վրա օրենքով սահմանվածից 3-ից 4 անգամ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու համար։ Ամբաստանյալի կարգավիճակում հայտնվեցին ապօրինի գործողություններին մասնակցած սոցիալական ապահովության ծառայության եւ համատիրության աշխատակիցները, ինչպես նաեւ միջնորդներն ու նրանց այդ գործում սատարող անձինք։ Քննարկված քննության առարկա դարձած դրվագներով, այն դրվագով, որով արդեն նախաքննությունը բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվորեն հասել էր իր ավարտին, այդ մասերը անջատվել են մայր գործից, ուղարկվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի եւ վարչական շրջանների առաջին անկյանի դատարաններ եւ կայացվել են դատավճիռներ։ Մասնավորապես ես կցանկանայի ներկայացնել Երևանի Աչափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների առաջին անկյանի դատարան ուղարկված քրեական գործից անջատված մասը։ Էդիկ Հակոբյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ։ Նախաքննության ընթացքում գործի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ կենսաթոշակի նշանակման, հաշվառման եւ վճարման հիմքերը հանդիսանում են առաջինը կենսաթոշակառուի տվյալ վարչական տարածքում բնակվելու, հաշվառված լինելու կամ փաստացի բնակության վերաբերել համապատասխան փաստաթղթի առկայությունը, ինչպես նաև կենսաթոշակի հաշվարկման եւ նշանակման եւ հաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմք հանդիսացող աշխատանքային գրքույկ, եթե երկարամյա ծառայության են, երկարամյա ծառայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի առկայությունը, ընդ որում բնօրինակի պայմաններում, որը որ հաստատում ստուգվում է, բայց գործում կցվում է պատճեն հաստատված վիճակում։ Սարգիս Հակոբյանն աշխատում էր Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Դավթաշենի տարածքային բաժնի պետի պաշտոնում, իսկ Գրետա Վարդանյանը նույն տարածքային բաժնի գլխավոր մասնագետն էր։
Բաժնի պետի հանձնարարությամբ կենսաթոշակի նշանակման գործառույթներ իրականացնելիս Գրետա Վարդանյանն ընդունում էր դիմումներ, ապահովագրական եւ սոցիալական ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմում էր թոշակի հաշվարկ կարգադրություններ եւ ներկայացնում բաժնի պետի հաստատմանը։ Հետագայում քրեական գործի քննությամբ պարզվեց, որ այդ գործունեության ընթացքում նրանք խոշոր դրամական պարգևների դիմաց չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը կատարել էին դատապարտելի արարքներ, այդպիսով պետությանը հասցնելով զգալի չափի վնաս։ Սարգիս Հակոբյան մեղադրվում է ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու դիմաց զգալի եւ խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Գրետա Վարդանյան մեղադրվում է բաժնի պետին կաշառք ստանալուն, կեղծիքներ կատարելուն օժանդակելու համար, ինչպես նաեւ Դավիթ Արշենի համատիրություններից մեկի նախագահին ու հաշվապահին բնակության վայրի մասին կեղծ տեղեկանքներ պատրաստելուն եւ իրացնելուն դրդելու համար։ Յուրաքանչյուրիս է հայտնի, թե որևէ գործարք կատարելու համար, երբ ստիպված ես առնչվելու պետական ցանկացած գերատեսչության կամ կազմակերպության հետ, որքան ժամանակ ու նյարդեր են հարկավոր քաշքշուկին դիմանալու համար։ Սակայն զարմանալիորեն, երբ արդեն խոսքը գնում է որևէ անօրինականության մասին, դա կատարվում է բավական արագությամբ եւ հմտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռչքաղեկապետային վարչության նախկին գործավարուհի, այժմ հանգուցյալ Էլմիրա Միրզոյանը եւ նախկին բորտուղեկցորդուհի Կարինե Խալաթյանը 2009 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառուներ նախկին օդաչուներ Արմեն Հակոբյանից, Միխայել Եֆրեմյանից, Աշոտ Թունյանից, Տիգրան Սիմոնյանից, Սերյան Հովանեսյանից եւ Ծիրուն Ասատրյանից վերցրել են խոշոր չափերի հասնող գումարներ եւ նրանց օգտին կատարել ակնհայտ ապօրինի գործողություններ։ Պետական կենսաթոշակային ապահովությունը պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով։ Իսկ այս դեպքում օդաչուները հնարավորություն էին ունեցել թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի կեղծ գրառումներով, այսինքն հավելագրումների եղանակով, ավել հաշվարկված խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարներ ստանալ։ Եղանակը շատ պարզ էր։ Մեր դեպքում կոնկրետ Դավիթ Արշենի տարածքային բաժնում բաժնի կողմից նշանակվել են կենսաթոշակներ եւ հաշվարկվել են կենսաթոշակի գումարներ 6 կենսաթոշակառուների նկատմամբ ակնհայտ կեղծ հիմքերով։ Մասնավորապես թոշակառուները հանդիսացել են նախկին օդաչուներ եւ ենթակա են եղել երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման, հաշվարկման, վճարման արդյունքում կենսաթոշակի գումարներ կենսաթոշակ ստանալու։ Մինչդեռ 2009 թվականի 9-10 թվականների ընթացքում ավիացիայի Հայաստանի Հանրապետության ավիացիայի գլխավոր վարչության նախկին աշխատակիցների Էլմիրա Միրզոյանի, որը ներկայումս հանգուցյալ է, եւ բորտուղեկցողի Կարինե Խալաթյանի միջնորդությամբ թոշակառուները դիմել եւ ներկայացրել են իրենց թռիչքային գրքույկները, որտեղ որ մի մասը ունենալով արդեն նշանակված եւ կենսաթոշակի գումարների արկայությունը ստանում են դեռևս ընթացքում էր ներկայացրել են եւ թռիչքային գրքույկներում կեղծիքներ կատարելու, այսինքն թռիչքային ժամերը ավելացնելու հավելագրումների արդյունքում բնականաբար հետևանք է առաջացնում կենսաթոշակի ավել հաշվարկը։ Կարինե Խալաթյան մեղադրվում է զգալի եւ խոշոր չափերի կաշառք տալու միջնորդության, կեղծ փաստաթղթեր պատրաստելուն եւ իրացնելուն դրդելու, խարդախությամբ խոշոր չափերով հաշտակություն կատարելուն օժանդակելու համար։ Կարինե Խալաթյանից տեղեկանալով, որ Էլմիրա Միրզոյանի միջոցով հնարավոր է թռիչքային գրքույկներում ներառել կեղծ տվյալներ եւ դրա հիման վրա հաշվարկել ավելի աշխատանքային ստաժ եւ հետեւաբար հետագայում դրա հիման վրա ստանալ ավելի բարձր կենսաթոշակ, առաջինը վերջինիս է դիմում Միխայել նախկին օդաչու կենսաթոշակառու Միխայել Եֆրեմյանը։ Այդ հարցով Կարինե Խալաթյանը Էլմիրա Միրզոյանի հետ խորհրդակցելուց հետո ճշտում է, որ հնարավոր է այդպիսի եղանակով ավել ստաժ հաշվարկել, ուղղակի Էլմիրա Միրզոյանը Կարինե Խալաթյանին ուղղորդում է, ասում է պետք է գտնել այնպիսի սոցիալական ապահովության պետական ծառայության այնպիսի տարածքային ստորաբաժանում, որտեղ
կլինի համապատասխան ծանոթ անձնավորություն, որին կաշառելու միջոցով հնարավոր կլինի կենսաթոշակային գործը այլ տարածքից տեղափոխել տվյալ տարածք։ Քանի որ այդ ընթացքում Կարինե Խալաթյանը մի քանի այցելությունների արդյունքում մտերմացել էր Դավթաշենի տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանի հետ, այդ հարցով նա դիմում է Գրետա Վարդանյանին։ Գրետա Վարդանյանը իր հերթին Կարինե Խալաթյանին պատասխանելուց առաջ խորհրդակցում է տարածքային բաժնի պետ Սարգիս Հակոբյանին եւ պարզելով, որ հնարավոր է կարող են այդ եղանակով ավելի բարձր կենսաթոշակ վճարել օդաչուին, պայմանավորվում են ավելի կոնկրետ 1000 ամերիկյան դոլարի դիմաց կատարել տվյալ գործարքը։ Ուրեմն Կարինե Խալաթյանը Եֆրեմյանից վերցնում է 2000 ԱՄՆ դոլար գումար, որից 500-ը բաժանում է իր եւ Էլմիրա Միրզոյանի միջև եւ 1000 դոլարը հետագայում այդ կեղծ փաստաթղթերի հետ, կեղծ թռիչքային ժամերով գրքույկի հետ ներկայացնում է սոցիալական ապահովության պետական ծառայության Դավթաշենի տարածքային ստորաբաժանում։ Կաշառքի չափը վերոնշյալ ժամանակահատվածում անընդհատ աճում էր։ Որքան բարձր կենսաթոշակ էին նշանակում, այնքան բարձրանում էր կաշառքի չափը։ Նախկին օդաչու Արմեն Հակոբյանի կենսաթոշակը Շենգավիթի վարչական շրջանից Դավթաշենի տարածքային բաժնում նշանակելու համար վերցրել էին 300 ԱՄՆ դոլար կաշառք։ Նախկին օդաչու Միխայել Եֆրեմյանի կենսաթոշակը կենտրոն 1 սոցիալական ապահովության տարածքային բաժնից Դավթաշենի տարածքային բաժնում նշանակելու, ինչպես նաև 78686 Հայաստանի Հանրապետության դրամի փոխարեն 197126 դրամ ձևակերպելու համար վերցրել էին 2000 ԱՄՆ դոլար կաշառք։ Նախկին օդաչու Աշոտ Թունյանի կենսաթոշակի գործը Դավթաշենի տարածքային բաժին տեղափոխելու, հաշվառելու, կենսաթոշակի չափը 97496 դրամի փոխարեն ամսական 253106 դրամ ձևակերպելու համար ստացել են 3000 դոլար կաշառք։ Նույն կերպ նախկին օդաչու Սերյան Հովհաննիսյանի ամսական կենսաթոշակը 70856 դրամի փոխարեն 171836 դրամ նշանակելու համար վերցրել էին 4300 ԱՄՆ դոլար։ Տիգրան Սիմոնյանին նախատեսվածից բարձր կենսաթոշակ նշանակելու համար ստացել էին 4000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ Սիրուն Ասատրյանին նախատեսվածից բարձր կենսաթոշակ նշանակելու համար պահանջել էին 3000 ԱՄՆ դոլար եւ նրա ամսական կենսաթոշակի չափը 70856 դրամի փոխարեն կազմել էր 171836 դրամ։ Նախկին օդաչուներ Միխայել Եֆրեմյանին, Աշոտ Թունյանին, Սեյրան Հովհաննիսյանին, Տիգրան Սիմոնյանին եւ Ծիրուն Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի հասնող կենսաթոշակների գումարներ խարդախությամբ հափշտակելու համար։ Տվյալ ժամանակահատվածի գործող քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4 կետի համաձայն կաշառք տվողը կամովին հայտարարություն տալու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Տվյալ դեպքում մեր գործով առնչվող բոլոր օդաչուները հայտարարություն էին տվել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կաշառք տալու վերաբերյալ։ Այդ պատճառով էլ նրանց մասով որոշումներ էին կայացվել այդ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Այս բոլոր դեպքերում կաշառքը բաշխվել էր գրեթե հավասար մասերով։ Պորտուղեկ-ցորտուհի Կարինե Խալաթյանի, թռչքաղեկապետային վարչության նախկին գործավարուհու այժմ հանգուցյալ Էլմիրա Միրզոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության Դավթաշենի տարածքային բաժնի պետ Սարգիս Հակոբյանի եւ նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Հակոբյանի միջև։ Անհրաժեշտության դեպքում որոշ մաս էլ հատկացվում էր նաև համատիրության աշխատակիցներին տվյալ տարածքում ժամանակավոր բնակության մասին կեղծ տեղեկանք պատրաստելու համար։ Համատիրության աշխատակիցներ Ժոռա Ղուկասյանին եւ Ալինա Սայադյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող եւ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքներ խմբով պատրաստելու եւ իրացնելու համար։ Անհրաժեշտություն է առաջանում տվյալ անձնավորության բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք տրամադրելը։
Քանի որ տվյալ անձը Դավթաշենի տարածքի բնակիչ չի լինում, այս հարցով Կարինե Խալաթյանը դիմում է Դավթաշենի տարածքի համատերություններից մեկի ղեկավարին եւ որոշակի բանակցություններից հետո վերցնում է Եֆրեմյանի բնակության վայրի վերաբերյալ կեղծ տեղեկանք, իբրև Եֆրեմյանը ժամանակավոր բնակվում է այդ հասցեում։ Դիմում է ներկայացնում օդաչուի նախկին կենսաթոշակավորման ստորաբաժանում կենսաթոշակի գործը այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, այնտեղից ստանում են կենսաթոշակային գործը, բերում են Դավթաշենի տարածքային բաժին եւ կեղծ թռիչքային գրքույկի, այսինքն լուսապատճենի, կեղծ բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի եւ արդեն ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված դիմումի հիման վրա գործերը հանձնում են Դավթաշենի տարածքային ստորաբաժանում։ Ուրեմն Կարինե Խալաթյանը գործերի նաեւ ստորաբաժանման գլխավոր մասնագետին ստորաբաժանման հետի ներկայությամբ տալիս է խոստացած գումարը։ Առաջադրված մեղադրանքներում բացի Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանից մյուսներն իրենց մեղավոր են ճանաչել եւ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Համատիրության աշխատակիցները նախաքննության ընթացքում տվել են խոստովանական ցուցմունքներ, իսկ դատաքննության ընթացքում հերքել իրենց մեղքը։ Սակայն նրանց մեղսագրվող արարքն ապացուցվել է մյուս ամբաստանյալների ցուցմունքներով, ինչպես նաև գործում առկա օդաչուների անվամբ առանց հաշվառման այդ տարածքում նրանց բնակության մասին տեղեկանքներով։ Ես 2004 թվականից աշխատել եմ սոցիալական ապահովության պետական ծառայության Դավթաշեն տարածքային բաժնի պետի պաշտոնում։ 2011 թվականի մարտին անցել եմ թոշակի։ 2009 թվականին ինձ զանգեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մի աշխատակից եւ հայտնեց, որ մեր տարածքային բաժնում կեղծ տվյալների հիման վրա թոշակ է նշանակվել։ Ես էլ ասացի, որ դա հնարավոր չէ։ Պայմանավորվեցինք օդաչուներից մեկի գործը հանձնել սոցիալական ապահովության հիմնադրամի համապատասխան վարչություն։ Գործն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ փաստաթղթերի վրա, որոնք հիմք են հանդիսացել կենսաթոշակի ավելացման համար, բացակայում է իսկականի հետ ճիշտ է գրառումը եւ չկա կնիկ։ Հաջորդ օրը սոցիալ հիմնադրամից ասացին, որ իմ բաժնի գլխավոր մասնագետ Գրետա Վարդանյանը, ում ես շատ էի վստահում որպես փորձառու աշխատողի, վերահաշվարկ է կատարել եւ դրա դիմաց գումար է վերցրել։ Հետո նկատեցի, որ կենսաթոշակների գործերում էլի կան գործեր, որտեղ բացակայում են իսկականի հետ ճիշտ է գրառումն ու կնիքը։ Այդ ժամանակ ես որոշում եմ կայացրել մինչև օդաչուների թռիչքային գրքույկների բնօրինակը ներկայացնելը, դադարեցնել թոշակների վճարումը։ Նույնիսկ եթե ընդառաջել են որևէ կենսաթոշակառու, ապա չեմ իմացել, որ Գրետա Վարդանյանն արդեն նրանց հետ համաձայնության է եկել ու գումար վերցրել։ Մեր հիմնարկ եկան միանգամից 3 ստուգող հանձնաժողով։ Այդ ժամանակ եկավ մեր հաշվապահը եւ խնդրեց տրամադրել կնիքը, չկնքված հրամանները կնքելու համար։ Ես էլ տրամադրեցի։ Գրետա Վարդանյանն էլ տեսնելով, որ կնիքը գտնվում է հիմնարկի աշխատակիցների մոտ, նրանց ասել է, թե իր մոտ էլ կան փաստաթղթեր, որոնք կնքված չեն, եւ վերցրել է ու կնքել այն փաստաթղթերը, որոնց շուրջ այսքան աղմուկ է բարձրացել։ Կենսաթոշակի գործերի տեղափոխման կամ նշանակման համար կաշառք չեմ ստացել ոչ անձամբ եւ ոչ էլ որևէ մեկի միջնորդությամբ կամ օժանդակությամբ։ Ես մեղավոր եմ միայն, որ վստահել եմ Գրետա Վարդանյանին։ Խնդրում եմ իմ նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դատարանը համադրելով գործով ձեռք բերված ապացույցներն ու փաստական տվյալներն իրենց համակցությամբ հանգել է այն եզրակացության, որ Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի պատճառաբանությունները քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատվելու նպատակ են հետապնդում։ Նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է գործի քննության ընթացքում հետազոտված բազում ապացույցներով, վկաների եւ ամբաստանյալների ցուցմունքներով։ Ամբաստանյալ Գրետա Վարդանյանի ցուցմունքներով այն մասին, որ նշված բոլոր գործողությունները կատարել է Սարգիս Հակոբյանի ցուցումով, Ամբաստանյալ Կարինե Խալաթյանի ցուցմունքներով, որ կաշառքի գումարները բոլոր դեպքերում ստացվել են Սարգիս Հակոբյանի գիտությամբ եւ մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ թոշակառուները բարձր թոշակ սահմանվածից նախատեսվածից բարձր թոշակ ստանալու համար Կարինե Խալաթյանին վճարել են տվել են 16800 ամերիկյան դոլար։
որից $9200 Կարինե Խալաթյանը եւ Էլմիրա Միրզոյանը ստացել են իրենց մասնաբաժին կազմող $9200, իսկ $7600 Կարինե Խալաթյանը Գրետա Վարդանյանի, այսինքն սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնակից Գրետա Վարդանյանի միջոցով հանձնել են, տվել են սոցիալբաժնի պետ Սարգիս Հակոբյանին։ Ստացված կաշառքի դիմաց թոշակառուների օգտին կատարել են գործողություններ, ապօրինի գործողություններ, կեղծ հաշվարկ կարգադրությունների միջոցով հաշվարկել եւ վճարել են կենսաթոշակի ավել գումարներ, որի արդյունքում պետությունից անհիմն ելքագրվել է ընդհանուր 9,236,000 դրամ գումար։ Նրանցից յուրաքանչյուրը բնականաբար ըստ իրենց հաշվարկ կարգադրությունների ստացել է ամենակ իրեն հասանելիք եւ հավելագրված ժամերի արդյունքում իրենց հասանելիք, արդեն դրանց արդյունքում հասանելիք կենսաթոշակի գումարները եւ խարդախությամբ հափշտակել։ Այսպիսով, Երևանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի 2012 թվականի հուլիսի 30-ին վճռեց Սարգիս Հակոբյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, ազնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան 1,562,510 ՀՀ դրամը եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ կազմակերպություններում կազմակերպչական, տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ 2 տարի ժամկետով։ Գրետա Վարդանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով եւ տուգանք նվազագույն աշխատավարձի 600 պատիկի չափով եւ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի քան 1,562,510 ՀՀ դրամը եւ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ 2 տարի ժամկետով։ Կարինե Խալաթյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ դատապարտել 1 տարի ժամկետով։ Նրա նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման առաջին մասի առաջին ենթակետը, նրան ազատ արձակել պատժի կրումից։ Նախկին օդաչուներ Միխայել Եֆրեմյանին, Աշոտ Թունյանին, Տիգրան Սիմոնյանին, Սեյրան Հովհաննիսյանին եւ Ծիրուն Ասատրյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պետական բյուջեից հատկացված խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարներ խարդախությամբ հափշտակելու համար, նրանց նկատմամբ կիրառել համաներում եւ ազատել պատժի կրումից։ Համատիրության աշխատակիցներ Ժոռա Ղուկասյանին եւ Ալինա Գևորգյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ կետով, նշանակել տուգանք Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի համապատասխանաբար 600 պատիկի եւ 400 պատիկի չափով, նրանց նկատմամբ կիրառել համաներում եւ ազատել պատժի կրումից։ Քանի դեռ դատավճիռը չի մտել օրինական ուժի մեջ, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, համաձայն ներպետական եւ միջազգային կոնվենցիաների մարդուն չի կարելի անվանել հանցագործ։ Այս պահին իր խոսքն է ասել միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը։ Ամբաստանյալներից երկուսը առաջին ատյանի դատավճիռի դեմ բողոք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան։ Քրեական գործի նախաքննությամբ ընթացքում հանցագործության պատճառված վնասից այսօրվա դրությամբ վերականգնվել է շուրջ 36 միլիոն դրամ։ Սակայն հույս ունենք, որ նախաքննության ընթացքում այս գումարի այս չափը զգալիորեն կավելանա։ Հարկ եմ համարում նշել եւ ավելացնել, որ մայրգործի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Այսօրվա դրությամբ, ինչպես նշեցի սկզբում, մեղադրանքներ են առաջադրվել 27 անձանց։ Կոնկրետ այսօր նրանցից 4-ը ներկայացվել են Երևանի կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանավորում։ Դատարանի որոշմամբ
Բոլոր 4 միջնորդություններն էլ բավարարվել են։ Ուրեմն ներկայացված անձանց մեջ կան ինչպես ներկայիս, այնպես էլ նախկինում պաշտոնատար անձ հանդիսացող մարդիկ, ինչպես նաև այլ քաղաքացիներ։ Այս քրեական գործի առանձնահատկությունն այն է, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքները դասվում են տարաբնույթ հանցագործությունների, պետական իշխանության, մասնավորապես պետական ծառայության եւ կառավարման կարգի, սեփականության, տնտեսության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների շարքին եւ հանրության համար վտանգավորության աստիճանով դասվում են միջին ծանրության եւ ծանր հանցագործությունների շարքին։ Գործի կարևոր առանձնահատկությունն է նաև այն, որ կենսաթոշակառուների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու դիմաց յուրաքանչյուրից խոշոր չափով կաշառքի գումարներ ստանալը զուգորդվել է մի շարք այլ հանցագործությունների կատարմամբ, որոնք չեն սահմանափակվել միայն կաշառք ստանալու միջնորդությամբ կամ այն ստանալու օժանդակությամբ, այլ հանցավոր մտադրությունն իրականացնելու, այն է կենսաթոշակառուներին սահմանվածից ավելի կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու եւ վճարելու համար ներգրավել են հասարակական այլ կազմակերպությունների, համատիրությունների աշխատակիցներին վերջիններիս դրդելով կատարելու դիտավորյալ ապօրինի գործողություններ, որոնց արդյունքում պատրաստված կեղծ բովանդակության պաշտոնական փաստաթղթերը որպես միջոց օգտագործել են այդ մտադրությունները տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Քրեորեն հետապնդելի այդ դիտավորյալ գործողությունների արդյունքում է, որ խաթարվել է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության բնականոն գործունեությունը։ Խեղաթյուրվել են այդ ոլորտը կարգավորող պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այն կանոնակարգող իրավական ակտերի պահանջները, ասված է մեղադրական ճառում։ Գործակցություն եւ փոխադարձ վստահություն, արդյունքում պաշտպանված իրավունք։ Ահա այն գրավականները, որոնք լավագույնս կպաշտպանեն հասարակության եւ պետության իրավունքները հանցավոր ոտնձգություններից։ Իսկ մենք այս թեմային դեռ կանդրադառնանք, հետևելով ինչպես մայր գործով նախաքննության զարգացումներին, այնպես էլ դատաքննության ընթացքին։